Սիրելի հետևորդներ, այսօր եկել ենք Հովտաշատ գյուղ, ուզում ենք ծածկել մեր նեխուրները։ Ահա, հիմա ինչպես ենք ծածկում, պոլիէթիլենային սովորական թաղանթով, չնայած ջերմատան մեջ է, բայց միևնույն է, ցուրտ եղանակով պայմանավորված, առավոտյան տերևները մի փոքր, այսպես ասած, թուլանում են, կրկվում են, որպեսզի չսառեն, չցրտահարվեն։ Հիմա այս պահին տեսեք ինչ ենք անում մենք։ Եկել եմ շատ լավ վիճակում են գտնվում։ Մեկ րոպե սյուներից անցնենք։ Ահա, կարող եք տեսնել, այսպես քաշում ենք։ Մինչև ջերմատան վերևի հատվածը։ Այստեղ մի քանի հատ էլ սպանախներ ունենք։ Մնացել են մեջը, շատ լավ փափամաճել են։ Հիմա ինչ ենք անում։ Ես կբռնեմ եզրից։ Թարս ենք բռնել, մեկ րոպե։ Այսեք ինչ ենք անում։ Այսպես պարզապես, այսպես ծածկում ենք։ Ահա, այսպես, սա առաջինը ծածկեցինք, առանց մետաղական շշերի այսպես ասած ծածկել ենք, հետագայում արդեն շշերով կսկսենք ծածկել։ Հիմա ես առաջանամ այն հատվածները, որտեղ բաց են մնացել, ծածկենք նաև դրանք։ Այսպես սիրելի հետևորդներ, սա իր հերթին կպաշտպանի մի քանի աստիճան ևս։ Եվ չի թողնի, որ առողջ և փարթամ նեխուրները փչանան, ինչպես տեսնում եք, շատ առողջ փարթամ վիճակում են գտնվում։ Սրանք արդեն քաղվել է, այն հատվածում դեռ շատ լավ վիճակում են գտնվում, դեռ նոր պիտի քաղվի։ Այսքանը սիրելիներս, սրանք դեռ կմնան երևի թե ամբողջ ձմռանը, գարնանը նոր կհանվեն։ Ահա տեսեք, թե ինչով են զբաղվում գյուղացիները այս ամիսներին, այնպես չէ, որ դրսում ցուրտ է, ուրեմն գյուղատնտեսական աշխատանքները դադարել են, ամենևին ոչ։ Հիմա ինչպես տեսնում եք, անմիջապես կողքի մարգը, որտեղ որ մաքրված է, արդեն պատրաստվում է, նախապատրաստվում է կանաչեղեն ցանվելուն։ Դե ինչ սիրելիներս, այսքանը կհանդիպենք։